Արփիլիճ։ Ինչպես 1920-ին այս հրաշք անկյունը մնաց Հայաստանի կազմում։ Լուսանկարում Արփիլիճն է, որը գտնվում է Շիրակի մարզում, Հայաստանի Հանրապետության ծայր հյուսիս-արևմուտքում, ժամանակակից Թուրքիայի արևմուտքում եւ Վրաստանի հյուսիսում, սահմանին մոտ։ Խորհրդային Հայաստանի ժամանակներում սա խորհրդային Հայաստանի քարտեզն է, կարմիր գույնով տարածքը Ամասիայի շրջանն է, Արփիլիճը Ամասիայի շրջանի մեջ էր մտնում։ Ամասիայի շրջանը կամ տարածքը, որը պատմագրության մեջ հանդիպում է նաև Աղբաբա ձևով 1920 թվականին Հայաստանի առաջին հանրապետության, ապա եւ խորհրդային Հայաստանի մաս է կազմել ուշագրավ հանգամանքների բերումով։ Ինչպես իրենց հուշերում գրել են 1920 թվականի նոյեմբերից Ալեքսանդրապոլում թուրքերի Քազիմ Կարաբեքիրի հետ բանակցություններ վարող հայ պատվիրակները, թուրքերը մտադիր էին նաև տիրանալ Աղբաբային։ Թուրքերը սակայն Աղբաբայի շրջանը շուրջ 1000 քառակուսի կիլոմետր տարածք զիջեցին հայերին։ Այդ զիջումը բացատրվում էր ոչ միայն հանուն հայ-թուրքական բարեկամության ապագայով, այլ նրանով, որ ռուս բոլշևիկները եւ թուրք քեմալականներն արդեն պայմանավորվել էին, որ Սուրմալուն կանցնի թուրքերին, որի դիմաց թուրքերը պետք է հրաժարվեին Բաթումի շրջանից, հօգուտ ապագա խորհրդային Վրաստանի։ Բայց քանի որ Սուրմալուն տարածքով ավելի մեծ էր Բաթումի շրջանից, ապա այդ տարբերությունը լրացնելու համար թուրքերը զիջեցին Ամասիան։ Արփիլիճը եւ շրջակայքը Հայաստանի գեղեցկագույն անկյուններից է։ Այս լիճը, որը ծովի մակերևույթից ունի ավելի քան 2000 մետր բարձրություն, արհեստական ջրամբար է։ Նախքան պատվարի կառուցումը 1951 թվականը Արփին 1.6 մետր խորությամբ եւ 5 միլիոն խորանարդ մետր ջրի ծավալով փոքրիկ լիճ էր, որի ջրերը գոյանում էին հարակից լեռների աղբյուրներից եւ ցնհալից։ Հենց այդ փոքրիկ լճից էր սկիզբ առնում Ախուրյան գետը, թուրքերը անվանում են Արփաչայ, որը մինչև Գյումրիի մոտերքը, ավելի հստակ, մինչև Երազգավորս գյուղը հոսում է Հայաստանի տարածքով, ապա միմյանցից բաժանում է ժամանակակից Թուրքիան եւ Հայաստանի Հանրապետությունը։ Բագարան գյուղի մոտ Ախուրյանը եւ Արաքսը հանդիպում են, ապա ժամանակակից Թուրքիան եւ Հայաստանի Հանրապետությունը միմյանցից շարունակում է բաժանել Արաքսը։ Ախուրյան գետը Հայաստանի Հանրապետության տարածքում։ Ամբարտակի կառուցումից հետո Արփիլիճը դարձավ խորհրդային Հայաստանի, ապա Հայաստանի Հանրապետության մեծագույն երկրորդ ջրային ավազանը Սևանալճից հետո։ Ապա Հայաստանի Հանրապետության մեծությամբ երկրորդ ջրային ավազանը Սևանալճից հետո։ Այսօր Արփիլճի ծավալը գերազանցում է 100 միլիոն խորանարդ մետր։ Ձմռանը Արփիլիճը սառցակալում է։ Հենց Արփիլճի հարևանությամբ Պաղակն խորհրդային միության ժամանակ Շուրաբադ գյուղում է գրանցվել Անդրկովկասում ամենից ցածր ջերմաստիճանը -46 աստիճան ըստ Ցելսիուսի։ Նյութի հեղինակ Թաթուլ Հակոբյան։